Համացանցի հայկական տիրույթում վիրուսային արագությամբ է տարածվում համաշխարհային նոր թրենդը, ըստ որի երիտասարդները կախվելով ճանապարհային նշաններից, փողոցների լապտերներից ու ցուցափեղկերից բարեին տարբեր շարժումներ են կատարում։ Հիմնական նպատակը եղել է, որ ես ուղղակի ուզեցել եմ շատ սիրուն թրենդային նոր հավես վիդեո ունենամ, իմ նպատակը այդ է եղել։ Ներքին գործերի նախարարությունը նախ հորդորում է դադարեցնել վտանգավոր հնարքներ անելը, հանուն համացանցում կարճատև ուշադրության, ապա նաև արկածախնդիրներին հիշեցնում, որ նոր թրենդը կարող է վտանգել նաև սեփական առողջությունը։ Ի վերջո, ինչն է հարկադրում երիտասարդներին գնալ նման արկածախնդրության, կամ ուշադրության պակաս ունեն երիտասարդները, կամ էլ հետաքրքրություններն են փոխվել, ասում է հոգեբանը, ապա պարզաբանում նրանց մոտ պակասում է ինքնավստահության, ինքնաբավության պիտանի լինելու զգացումը։ Այս կերպ է նրանք փորձում հիշեցնել, որ իրենք էլ են որևէ բանի պիտանի։ Դա թեկուզ եւ անհեթեթ ինքնարտահայտման միջոց է, քանի որ նրանք ուրիշ որևէ միջավայրում չեն կարողանում ինքնարտահայտվել։ Ըստ հոգեբանի, նրանք հիմնականում ինտրովերտ մարդիկ են։ Ամենևին չի բացառվում նաև գործողության միջոցով համացանցում մի քանի դիտում ավել ունենալու տարբերակը։ Նրանք որպես կանոն, ըստ հոգեբանի, այլ ոլորտներում բարդույթավորված են։ Դրա համար էլ զանգվածային ուշադրություն գրավելու համար դիմում են նման հնարքների։ Մարդիկ հրաժարվելով իրենց իսկական եսից ապրում են այսպես կոչված թրենդներով։ Իրանց սեփական պահանջմունքները, ցանկությունները դնում են մի կողմ, այսինքն ճիշտը իրենց համար դա այն է, ինչ որ մատուցվում է, կլինի դա թրենդի ձևով, թե բրենդի ձևով, եւ այդպես իր մոտ առաջանում է իքի կոնֆլիկտներ։ Ինչ պատասխանատվություն է սպասվում պետական գույքը փչացնողներին, փաստացի տվյալ երիտասարդների վարքագիծը նման չէ խուլիգանության, սակայն վնասը պետական գույքին, որի համար քաղաքացիա իրավական պատասխանատվություն է նախատեսվում։ Կախված նրանից, թե այդ նշանը կամ ցուցանակը ով է տիրապետում, ում սեփականությունն է հանդիսանում, կարող է տվյալ անձին, վնասողին նույնացնել եւ նրա դեմ հայց ներկայացնել եւ պահանջել վնասի հատուցում, իհարկե վնասը պետք է առանձին գնահատվի։ Գույքը կարող է պատկանել այս կամ այն նախարարությանը, կառավարությանը կամ որևէ առևտրային կազմակերպության։ Վնասն ընդհանուր առմամբ փոխհատուցվում է օրենսդրությամբ, դա դրսևորվում է ոչ թե գույքը նորոգելու, այլ գումարային փոխհատուցման տեսքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը շուկայական արժեքով չի գնում, պատվերների դեպքում շատ ավելի մեծ գումար արժի։ Փաստաբանը պատկան մարմիններին հորդորում է քաղաքի բանուկ հատվածներում ուժեղացնել վերահսկողությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։